Աֆրիկյան էկզոտիկայից մինչ բրիտանական դասականի, իտալական ջերմությունից մինչ ճապոնական նրբաճաշակություն, լատինական դինամիկայից մինչ ֆրանսիական արդիականություն, ալպիական պարզություն, իսկ այս տարի 2012 սկանդինավյան հավաքածու, հանգստություն, մաքրություն և միաժամանակ գույների նուրբ համադրություն։ Համեցեք Կերամամարացի ծանոթանալու հերթական նորույթին։ Սասեյեմ, սուպերմարկետ ձեր տանը։ Հիմա ոստիկանություն եմ զանգել, հա։ Այդ ինչ ես անում, այդ ում ես զանգում։ Ինչ ես անում։ Թող ասում եմ։ Թող ես ասում եմ։ Ռադներ քաշեք ստեղից, ես էր հարցերը վաղը կլուծեմ։ Վաղը վերջին օրն է, հիշի, փախեք ստեղից ասեցի։ Վերջ, ամեն ինչ անցավ, հիմա ես քո կողքին եմ։ Վայ, ես վախենում եմ, ես ոչ մեկ չունեմ։ Մարա, բա ես ինչ է։ Արի, գնում ենք մեր տուն։ Ինչ։ Ես քանից հետո ես կստեղ մենակ չեմ թողնի։ Բա մամատ։ Դու մամայի հետ գործ չունես, ես կստեղ մենակ չեմ թողնի։ Ասում ես, շեֆդ ինչքան է վճարում քեզ ես անասունությունների համար, Հանգստացի, բերանդ փագի, թե չէ։ Լսի, ասում եմ, ես քեզ քարակի կվճարեմ, չէ լուրջ եմ ասում, չէ քարակի չէ, ավելի ճիշտ, ինչքան որ ուզես ենքան կտամ, ու դրա մասին ոչ մեկ չի իմանա, մենակ թե բաց թող ինձ։ Լուրջ ես ասում։ Վախենում ես շեֆից տալա։ Ես ոչ մեկից չեմ վախենում։ Իսկ հիմա ուշադիր ինձ լսի։ Հույսդ կարաս կդրես, որ դու ստեղից ընդհանրապես դուրս ես գալ։ Լսի վրա, լսեի որոտ, լսի կեն ինչ եմ ասում։ Ես դարից մացել ուզում անի դուրս եմ գալ, լսում ես, ու գլուխները տախալու եմ արա իշի, լավ իշի, շնների բաժին եք դառնալու արա, լսում ես։ Հանգստացի, ջասեցի։ Ու շնորհակալ եմ, որ ես վերջի արածիցդ հետո դու լսաղ ես, հասկացար։ Ես դրաժիտը նոր, ես շլի վախիցդ ես դողում։ Սիարա, պատասխան եք տալու, լսում ես պատասխան եք տալու իշի, սատ կասնելու եմ կեզ իշի։ Հանգստացի, ու վերեկի։
հաստատ տաքություն ուներ։ Ու ոնց որ լավ էլ բարձր էր։ Բա դու պիտի տեներ կանգնած տեղը ոնց էր դրաժիտ ելնում։ Մախ դու մենակ խնդիրներ ես ստեղծում իմ համար։ Բայց ես ինչ եմ արել։ Էն որ ոտքից երևի ինչ-որ ինֆեկցիա է անցել։ Բայց ոտքը տես լուրջ չէր վնասվել։ Մախ հերիքա գլուխս հարթուկ ես։ Տես ինչ ես անում, անտիբիոտիկ, տաքության տեղ, մի բան տարթող խմի։ Ես երկորն էլ ձգի, հետո ինչ ուզում ա թող լինի։ Լավ, հեսա կտանեմ։ Օֆ, լավ ա, մարաս գնաց այսօր։ Շատ էի վախենում, որ կարողա չգնար մարդու հետ։ Որ Նարեն չասեր, Մարոն չէր գնալու այդ հաստատ։ Իսկ հետաքրքիր ա դու ինչ որոշեցիր։ Ինչի համար։ Աշխատանքից։ Ինչ աշխատանք։ Բա տղա ջան, չգիտես։ Կինոտ էս նեղ պահին որոշել ա աշխատանքի ընդունվի։ Լավ։ Ինչ ես ամեն ինչ սխալ ներկայացնում։ Բայց ի՞նչն եմ սխալ ներկայացնում։ Էն օրը դասախոսիդ հետ չէիր խոսում, որ ամուսնուդ հետ կխորհրդակցես, զանգ կտաս, կպատասխանես։ Ինչ դասախոս։ Ինչ աշխատանք։ Ու ինչ ես այդ ամեն ինչից տեղյակ չեմ։ Կարեն, ես քեզ հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Դե բացատրի։ Բայց խնդրում եմ, չմոռանաք, որ մենք հիմա շատ նեղ պահեր ենք ապրում ու հիմա աշխատանքի ընդունվելու ժամանակը չի։ Մենք շատ ուրիշ ավելի լուրջ խնդիրներ ունենք։ Լավ։ Այս ինչ խոսակցություններ են այս խառը վիճակում։ Կարեն, մամային չգիտես, ամեն ինչ չափազանցնում ա։ Այն օրը դասախոսս էր զանգել, Զաքարյանը։ Ասաց, որ իրենց մոտ տեղ ազատվել ու ուզում էր, որ ես գնամ ու իրենց արվեստի դպրոցում բեմական խոսք դասավանդեմ։ Պետքան է։ Հա, ուղղակի մաման ա պատմություն սարքում։ Կարեն, ես շատ լավ գիտեմ, որ հիմա այդ ժամանակը չի, որ մենք հիմա շատ դժվար շրջան ենք ապրում, բայց շատ եմ ուզում աշխատեմ։ Հնարի ամեն ինչ խառնենք հա իրար։ Հիմա դրա ժամանակը չի։ Կարեն, գիտեմ, որ ժամանակը չի, բայց հետո կարող է նման հնարավորություն չլինի։ Ես թատրոնս թողեցի քո համար, բայց դե հոսալ դասախոսություն ա կարող։ Յան, ինչ ես կարծում ես խառը վիճակը տան պետքա թողես գնաս դասախոսություն կարդաս։ Տատին ամեն օր վատանում ա։ Մառան տնից գնացել ա։ Մեկը պիտի լինի Նարեի կողքին, թե չէ։ Հա, Կարեն, բայց ու անընդհատ նույն վիճակը չի լինելու։ Կարեն, իսկ եթե խոսեմ Զաքարյանի հետ, խնդրեմ, որ մի շաբաթ հետաձգի, մինչև մեր տան հարցերը կկարգավորվեն։ Այդ դեպքում դու կհամաձայնվես։ Լավ։ Եթե կարծում ես, որ մի շաբաթ հետո ամեն ինչ կկարգավորվի, հա կհամաձայնվեմ, բայց ես այդպես չեմ կարծում։ Հիմա դա հաստատ բացառված է։ Մի հատ կոֆե դեր խմեմ գլուխս պահի։ Սյուզ, դու պետք է Մարային լսես։ Դուք պետք է ընկերանաք, ինքը շատ է ուզում, որ դուք ընկերանաք։ Ես չեմ ուզում։ Տենց չի լինի, արևես։ Ամեն մենք միասին ենք ապրելու։ Լավ, վալես։ Հիմա դու քնի, արդեն ուշ ա։ Մենք վաղը կխոսանք, լավ։
Քնած։ Արկելամ։ 10 ռուբլից կնի։ Դավիթ, Սյուզին ինձ ընդհանրապես չի ընդունում, անգամ չի ուզում հետս խոսի, հարց եմ տալիս չի պատասխանում։ Ոչինչ։ Դեռ Սոֆայի ազդեցության տակ է, ժամանակի ընթացքում ամեն ինչ կհարթվի։ Կարևորը որ մենք հիմա միասին ենք ու հուսով եմ, որ մեզ ոչ մեկ չի խանգարի։ Սպասեք, հանկարծ չգնաք։ Ուր ես մամ։ Չես ուզում էլի, չես ուզում հաշտվել իրականության հետ մարդ, չնայած որ դու միշտ տարբերակ չունես։ Քո իրական մայրը, քո իրական մայրը Ժաննան է։ Մարկ, ես այնքան շնորհակալ եմ Աստծուց, որ քո պես տղա ունեմ։ Շատ տղես։ Այ մամ ջան, այդ ես եմ Աստծուն շնորհակալ, որ քո նման մաման է։ Ոչ մի բան տղես, ուղղակի ես վերջինս անգամ ման կատավեց։ Նյարդերս արդեն տեղի են տալիս։ Իմ լացամեն ինչ լավ անին եմ, մամ ջան։ Իմ հետ դուք ով մի խոսեք լավ։ Մենք նույն արյունն ունենք, մենք հարազատներ ենք, ես էր հորաքույր։ Ժաննա դուրս արի այդ քո կերպարի միջից։ Դու դրանով ոչինչի չես հասնի։ Մարկ, Կարինա, Ժաննան իրականում խաղում էր։ Ինքը ամեն ինչ ներկայացրեց ունես, ոնց որ իրեն է պետք։ Ժաննան իրականում սիրտ չունի։ Դուք անգամ գաղափար չունեք, թե ինքը կյանքում ինչ գործերով ասպահում։ Չակատարում, ինչ։
գալիս դրա համար ես քեզ էի սպասում։ Քեզ շատ էի կարոտել։ Ես էլ քեզ էի շատ կարոտել, բայց մառան արդեն ստեղ է։ Գիտեմ։ Տեսել եմ, թե ոնց եք դրան բերել այստեղ։ Պապան ասաց, որ մառան արդեն ստեղ է ապրելու, բայց ես ուզում եմ, որ դու մեր հետ ապրես։ Մենք անպայման միասին կլինենք, ես քեզ խոստանում եմ։ Բայց գիտես, Սյուզ, դու նորից ինձ պիտի օգնես։ Ինչ պիտի անեմ, մամ։ Ես վերջու պահի մոտդ։ Այս ինչ է, մամ։ Պապատ գիտի, չէ, որ դու հաց ուտելուց միշտ բնական հյութ ես խմում։ Հա։ Այսինքն սեղանին միշտ բնական հյութ լինում է։ Հա։ Սյուզ, ուշադիր լսի, թե ինչ պիտի անես։ Վաղը երեկոյան ընթրիքի ժամանակ այս փոշին կլցնես բնական հյութի մեջ։ Բայց դու այդ հյութից անկարծ չխմես, լավ։ Բայց ինչի, մամ։ Ավելորդ հարցեր մի տուր, լավ։ Կանեսեն ինչ որ ասում եմ, եթե իհարկե ուզում ես, որ մենք միասին լինենք։ Հա, ուզում եմ։ Դե ուրեմն կանես իմ ասածով, լավ։ Սյուզ ջան, երբ տեսնես, որ պապան ու մառան այդ հյութը խմեցին ու գնում են ննջասենյակ, դու կգաս քո սենյակը ու լույսը 3 անգամ կվառես կանջատես։ Բայց ես ինչի համար եմ, մամ։ Սյուզ ջան, հիշում ես, որ մամայի գլուխը ցավում էր, միշտ տեղեր խմում ու շուտ քնում էր։ Հա։ Այս է տեղից է։ Եթե իրանք խմեն, շուտ կքնեն։ Ու ես շուտ կգամ քո մոտ ու մենք միասին երկար ժամանակ կանցկացնենք։ Թե չես ուզում։ Ուզում եմ, բայց… Էլ ոչ մի բայց։ Կարաս անես այն ինչ որ ասեցի քեզ։ Սյուզ, եթե չանես ինձ էլ ընդհանրապես չես տեսնի, գիտես։ Պատկերացնում ես պապան գա ու ինձ այստեղ տեսնի։ Միանգամից դրան փականը կփոխի ու էլ մենք չենք հանդիպի, գիտես։ Իսկ եթե այստեղը խմեն, շուտ կքնեն։ Ես էլ շուտ կգամ քո մոտ ու մենք միասին երկար ժամանակ կանցկացնենք։ Ես քո սիրած հեքիաթը քեզ կպատմեմ, լավ։ Լավ։ Դե ես գնացի, քանի ինձ այստեղ չեն եկել տեսել, լավ։ Իսկ եթե այդ հյութը չխմեն։ Եթե հանկարծ այդ հյութը չխմեն, ուրեմն դու ինձ նշան չանես, լավ։ Այսինքն լույսը 3 անգամ չմիացնես անջատես։ Պայմանավորվեցինք։ Դե լավ, դե բարքի կնի։ Դե լավ, ես գնացի, լավ։ Հատե գիշեր։ Վայ, գոնե մամայից կուշացրած լինեիր։ Բարև։ Այս ինչ է նշանակում, Վահե։ Մամ, մառան մի քանի օր կմնա ստեղ։ Էլի։ Մամ։ Դու տուն չունես։ Տուն չունես, աղջիկ, էլ ինչ ես բերել։ Վայ, ես ամենավա գնամ, հա։ Չէ, դու ոչ մի տեղ էլ չես գնա։ Մամ, մենք առանձին կխոսանք։ Էլ ինչ առանձին։ Մամ։ Դու գնա քո սենյակ։ Փաստորեն ես աներեսն արդեն իմ տան իր սենյակն ունի, հա։ Մամ, վերջ տուր։ Գնա մառա։ Մամ կլինի գոնե մի անգամ ինձ լսես։ Ինչ լսեմ, Վահե։ Ինչ լսեմ, սրան նորից ինչ ես բերել այստեղ։ Մամ, ինչ որ լակոտներ մառայի տան փականը ջարդել են ու մտել էին տուն։ Եթե ես չհասնեի, չգիտեմ ինչ է լինել։ Ոստիկանություն դիմել, հա։ Չէ, բայց ես այդ sense չեմ թողնի։ Դե բարև ձեզ։ Հիմա ինչ նոր պատմությունների մեջ ես ընկնելու։ Մամ, մառան ոչ մեկ չունի։ Վահե ջան, ես չեմ հասկանում, ուզածդ ինչ է։ Ինչ ես դու սրան անդադ բերում։ Ինչ ես ուզում, ուզում ես որդեգրել, թե ինձ հարս պահելու նպատակով ես բերում։ Մամ, ոչ են, ոչ էլ են։ Սպասի էլի մի քիչ։ Մամարան շատ վախեցած է։
Թող մի քանի օր մնա, հետո մի բան կորոշենք։ Մամ, Մարային նեղացել ես, չէ՞։ Մի քանի օր, հա։ Ես շատ լավ գիտեմ քո մի քանի օրը։ Մարա։ Չես պատկերացնում, թե ոնց եմ հոգնել ես ամեն ինչից։ Մարա, դու մամայից մի նեղացի, հա։ Ինքը մի քիչ կռվարարա, բայց շատ բարի սիրտ ունի։ Վայ, ես չգիտեմ, թե ինչ ա լինելու իմ հետ։ Ես ոչ մեկ չունեմ։ Ամեն ինչ լավ ա լինելու։ Ժամանակը գնում է, ես տեղ փակված։ Ժամանակը գնում է։ Չէ, ինձ տեղից բաց չեմ թողնի։ Իսկ այդ թշվառականը հաստատ չի սպասի։ Մարկս վտանգի մեջ է։ Ես ուրիշ տարբերակ չունեմ, պիտի բացեմ խաղակարտերը քննիչի մոտ։ Մի օրն էլ ես պահին նշանակություն ունի։ Հեյ! Հեյ, ով կա տեղ։ Լսի, ես գիտեմ, որ դու ուտեղ ես։ Լսի, քննիչին փոխանցի, որ ես կարևոր բան ունեմ ասելու, հասկացար։ Հեյ! Լսում եմ, Սարգսյան։ Գասպարյան, Մելիքյանների գործով բերման ենթարկված կասկածյալը հերթապային խնդրել է փոխանցել, որ կարևոր բան ունի ասելու։ Դա արդեն լավ է։ Լավ, դար քննասենյակ ես հիմա կգամ։ Եղավ։ Սյուզի, չես ուզում վեր կենաս, այդ գնանք խոհանոց հաց կուտենք միասին, հոմել ես ոչ մի բանի տեղը չգիտեմ, դու ինձ պիտի օգնես, քո պապան ասել է, որ դու միշտ օգնել ես, ինձ էլ կօգնես, չէ, դե ապրես, ասա որտեղ են հագուստներդ, քեզ հագցնեմ գնանք, Ես փոքրիկ չեմ, կարողանում եմ մի շորերը հագնեմ, դե լավ, դե ես քեզ խոհանոցում կսպասեմ, հա? Այս է տեղից է, եթե իրանք խմեն շուտ կքնեն, ու ես շուտ կգամ քո մոտ ու մենք միասին երկար ժամանակ կացկացնենք։ Դու չես ուզում։
Գնացինք։ Ուր։ Քննիչի մոտ։ Ոչ մի տեղեկություն չկա Ժաննայից։ Անհետացել է ինչ ա եղել, չեմ հասկանում։ Չհասկացեմ ախ։ Ոնց կար անհետանա։ Ինչ որ միտեղ պիտի լինի, չէ։ Դե Սահակի տանը չի, աղբոր տունը չի։ Մի խոսքով չկա, չեմ հասկանում։ Ինչ է դուրս գալիս։ Համարն էլ անհասանելի է։ Լավ չի։ Բա հիմա ինչ պիտի անենք։ Դու հետ ասա դրա ջերության պահերը ինչ եղավ։ Երեքերի գունը դեղ տարա, այսօր մոտը չեմ մտել։ Չհասկացամ ախ։ Ինչ է նշանակում մոտը չեմ մտել։ Դու լավ չես հասկանում, ես քեզ ինչ եմ ասում։ Հենց հիմա գնաս տուգի, կարող է մտածում ես դրան հենց նենց ենք բերես դե։ Դե կամը ջան, ուզում էի գնայի մոտենել դու եկար։ Դե արագացրու էլ մի խոսա գնա։ Լավ։ Կամո։ Արա քեզ ինչ եղավ այ ես։ Արա աշկերտ բացի։ Կամո։ Աշկերտ բացի արա։ Ես ինչ ես արել արա։ Ես բան չեմ արել։ Եկա արդեն այս վիճակին էր այստեղ հայտնում է։ Կարող ա շունչը փչել, հա։ Արա հələ հերու գնա։ Քեզ սաղա, բայց ջերմությունը բարձրա գնա ջուրն է շուտ արա հիմա։ Ձեզ հաթաթ եմ մարդել։ Սատ կսնելու եմ սահիտ։ Կամո ջան, սրա վիճակը վատ է։ Աշկից բժիշկ կանչեք։ Ինչ բժիշկ, մա խոչ ես կշվում։ Դե հապա հո չենք թողնելու մեռնի։ Դու չէիր ասում, որ էսի մեզի սաղալ է պետք։ Այելի եմ ասում, բայց այդ չի նշանակում, որ պիտի զանգենք ու շտապ օգնություն գա մախ։ Կամո ջան, ծանոթ տղա կա։ Բախտին անաստաբուժ է աշխատել։ Բայց բժշկությունից էլ օտի դո գլուխ է հանում։ Դավերյոննի էլ տղա է։ Զանգեմ կանչեմ գա։ Մախ ինչ անասնաբուժ։ Ինչ կապ ունի անասնաբուժը այստեղ։ Կարևորը որ Դավերյոննի է։ Ամեն հազարդ բժիշկից լավ է հասկանում։
Ինձ որ ինքն է այսքան վաղ բուժել։ Ինչ ես ասում, ախ։ Պաստորեն քեզ միշտ անասնաբուժն է, հա, բուժել։ Չնայած որ քեզ անասնաբուժն է բուժում, այդ նորմալ է, բայց այդ անասնաբուժը ինչով կարա դրան օգնի։ Կամը ջան, արի զանգեմ կանչեմ էլի։ Թե չէ առանց հաշիվներս մաքրելու էդի կմնա վրեքներս։ Պաստորեն ասում ես այդ անասնաբուժը Դավերյանի է, հա։ Դե որ Դավերյանի չլիներ, հո ես չէի ասի։ Լավ։ Զանգի կանչի այդ անասնաբուժի թողը։ Հենց հիմա։ Ես գիտեի, որ վերջ խոսալու եք։ Սպասում եմ։ Ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան դուք պատկերացնում եք։ Ոչինչ, մենք բարդություններից չենք վախում։ Խոսեք։ Բայց խոստացեք, որ ինձ բաց կթողնեք, ես պետք է դրսում լինեմ, հասկացեք։ Ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի ձեր խոսելուց հետո, բայց կարող եմ ասել, ինչ քայլեր կձեռնարկենք ձեր չխոսելու դեպքում։ Ես չէի խոսում, որովհետև հաստատ գիտեի, որ դրանով, եթե ես խոսամ, ես մարդի կյանքը վտանգի եմ ենթարկում։ Բայց հիմա ես էլ տարբերակ չունեմ ու ոչ էլ ժամանակ ունեմ։ Դե ուրեմն անիմաստ ժամանակ մի կորցրեք։ Խոսեք, լսում եմ։ Ամբողջ հարցը նրանումն է, որ Մարկը ոչ թե իմ եղբոր որդին, այլ իմ որդին է։ Ահա, արդեն ամեն ինչ ավելի հետաքրքիր է դառնում։ Դե ամեն ինչ պատմեք սկզբից, որովհետև մենք մեր հարցերի պատասխանը ինչ գնով է լինի ստանալու ենք։ Լավ, ես կպատմեմ։ Հենց աչքերս փակում եմ, Մարկին եմ տեսնում, տղայիս։ Վախենում եմ պատկերացնեմ, թե որտեղ են հիմա, ինչ է իրանց հետ աղել։ Նարև ոչ մի բան պատկերացնել պետք չէ։ Ոստիկանությունը արդեն փնտրում է այդ կնոջը։ Չէ, այդ կին չի, այդ մարդ չի։ Չգիտեմ, թե ոնց կարելի է կոչել այդ անիծվածին։ Եվ հետո չեմ կարծում, որ ես ամենի ետևում միայն այդ խելագարնա կանգնած։ Քանի հոգի ուզում լինի, ես վստահ եմ, Մարկին էլ կգտնան երեխուն էլ, հաստատ։ Կարեն, մամային ուզեցել են սպանել։ Ինչի պետք է տղայիս կամ Մարկին խնայեն։ Արե, խնդրում եմ քեզ մի տանջի։ Այդ հնարավոր չի։ Մի վարկյանում կորցնել ամեն ինչ ու լինել հանգիստ, այդ հնարավոր չի։ Նարե, դու ամեն ինչ չես կորցրել։ Դեռ ոչ մի բան պարզ չի։ Հույսդ մի կորցրու։ Կարեն, ես ուզում եմ գնել հիվանդանոց։ Մամային եմ ուզում տեսնել։ Հա, բայց մենակ թեյ խմելով չի լինի։ Դու պետք է մի բան ուտես, ամբողջ օրը հաց չես ուտում։ Կեր հետո գնանք։ Ու հիմա Ռուբենը պահանջում է փողերը տղայից բաց թողնելու դիմաց։ Այսինքն Մարկ Մելիքյանի առևանգումը ոչ մի կապ չունի Նոնա Մելիքյանի դեմ կատարված մահափորձի եւ երեխայի առևանգման հետ։ Ոչ, չունի ոչ մի կապ։ Հիմա դուք հասկանում եք, թե ես ինչի պետք է անպայման դրսում լինեմ։ Եթե Ռուբենը հանկարծ իմանա, որ ոստիկանությունը որևէ բան գիտի իր մասին, Տեր Աստված, ես սարսափում եմ անգամ մտածել, թե ինքը ինչ կարող է անի Մարկի հետ։ Չի իմանա,
մենք շատ արագ համապատասխան միջոցներ կձեռնարկենք։ Բայց այն որ Տիկին Մելիքյան, դուք հիմա ներկայանում եք որպես զոհ, իրականությանը ընդհանրապես չի համապատասխանում։ Այսինքն, բայց ձեր ասած մարդուն, ոնց որ դուք եք ասում Ռուբենին, դուք եք Հայաստան ուղարկել մինչև ձեր գալը։ Ավելին, նրան ձեր եղբոր ընտանիք եք մցրել, իբր նրանց անվտանգությունը ապահովելու, այնինչ բոլորովին ուրիշ նպատակներ եք ունեցել։ Իմ նպատակը միայն իմ որդուն գտնելն ա եղել, հասկացեք։ Մենք դեռ կպարզենք, թե ձեր տղայի որոնումների ժամանակ ինչ մեթոդների եք դիմել նրան գտնելու համար։ Տղայիս առևանգել են, իսկ դուք նստած ինձ եք հարցաքննում։ Ես խնդրում եմ, միայն չասեք, որ հիմա ինձ բաց չեք թողնում։ Չէ, ձեզնով մենք հետո կզբաղվենք։ Ես հիմա կարող եմ գնալ, հա։ Մենք ձեզ բաց կթողնենք, բայց 24 ժամ դուք կլինեք մեր հսկողության տակ։ Մենք ձեր միջոցով կփորձենք դուրս գալ առևանգչի հետքի վրա։ Հեռախոսը։ Ես հիվանդանոցի բակում եմ գցել հեռախոսը։ Ռուբենը ինձ անընդհատ այդ հեռախոսով ա զանգել։ Ճիշտ է, իր համարը փակ համար էր, բայց ինքը ինձ զանգում էր այդ հեռախոսի վրա, այդ համարով։ Որ համարը, որ ձեր բոլոր բարեկամները գիտեն, մենք այդ համարն արդեն ստուգել ենք։ Չէ, այդ համարով ես միայն Ռուբենի հետ եմ խոսել։ Հիմա կոորդինատները կասեք, ես մարդիկ կուղարկեմ հեռախոսի հետևից։ Լավ։ Պարոն քնիչ, ես ձեզ խնդրում եմ, Ռուբենը շատ վտանգավոր է։ Ռուբենը պետք է չիմանա, որ մենք համագործակցում ենք իրար հետ։ Մենք չենք համագործակցում, դա մեր աշխատանքն է։ Մենք շատ արագ համապատասխան պլան կմշակենք, նրան շատ արագ կգտնենք, ինձ էստեղ սպասեք։ Ամոջան, հիմա հաստատ բան չի լինի։ Հիմա ջերմությունը քիչնի, մի քանի օր կպահի, բայց հետո չգիտեմ։ Ամոջան, հետո էլ կարող է պետք չլինի։ Պետք չի հանձնվել։ Այն կտեսնես, դու դեռ շատ երջանիկ օրեր կունենաս Մարկի ու քո երեխաների հետ։ Իննա, մի ասա մի բան, որին ինքդ էլ չես հավատում։ Հիվանդանոցի բակում ոչ մի հեռախոս չկա։ Եթե չի խաբում, հիվանդանոցի բակում ա գցել։ Չի խաբում։ Կարծում կարևորը համարն էր։ Իդեպ համարը կես ժամից վերականգնված կլինի։ Սասեյեմ, սուպերմարկետ ձեր տանը։